Քոչարյանը մաքուր պետական հանցագործ է, պետական դավաճան է։ Իր պաշտոնավարման օրոք մենք ահռելի արտագաղթ ենք ունեցել, քաղաքական սպանությունների մի մեծ շարք, ես նախորդին հիշում էի գլխավոր դատախազին, որին շատ տևական ժամանակ մոռացել ենք։ Ստանձնում է նախագահի պաշտոնը, մի քանի ամիս հետո իր կաբինետում Հայաստանի գլխավոր դատախազն է սպանվում։ Պաշտպանության փոխնախարարն է սպանվում, ներքին գործերի փոխնախարարն է սպանվում, հոկտեմբեր 27 ու քաղաքական հետապնդումների սպանությունների մի շարք մինչև մարտի 1։ Այս մարդուն ընդամենը ասում են համբալ, բա այդ բան չի, չէ՞ շատ մեղմ չի Քոչարյանի համար։ Կամ մեկին, ով մեր երկիրը բանդիտական, մաֆիական, քրեաօլիգարխիայի մի սիմվոլ է իրանով մարմնավորում, ասում են դոդ։ Կներեք, Ծառուկյանը այսօր $1 միլիարդ արգելանք է դրված իր ունեցվածքի վրա եւ պետությունը չի կարողանում դա ստանալ ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Բա դա դոդ է։ Այսքան կարելի է նսեմացնել մարդկանց, ովքեր իրանք խորհրդանշում են մեր պետության այս վիճակը։ Մեր պետությունը մեր տունն է։ Եվ մենք տիրոջ պատասխանատվությամբ պիտի սրան արձագանքենք։ Այլ արձագանք չի կարա լինի։ Բայց իհարկե սրանք բոլորը հանձնարարություն կատարողներ են, իրանք ոչ մեկ են։ Իրանց տերը Պուտինն է, եւ մեր համոզմամբ 2021 թվականից Հայաստանում ընդդիմությունը ընդհանրապես Պուտինն է, եւ մեր խնդիրն է Պուտինի ձեռքից ընդդիմությունը վերցնել եւ տալ մեր ժողովրդին։